Իմ հարցը մի քիչ աշխարհաքաղաքական է եւ կոնկրետ ցանկանում եմ ձեզ ուղղել, պարոն նախագահ։ Այս վերջերս Երևանում հավաքվել էին եվրոպացի առաջնորդները, այնտեղ եթե չեմ սխալվում կար նաեւ Կանադայի վարչապետը։ Ես սկզբում իհարկե կատակով մտածեցի, որ միգուցե Դոնալդ Տրամպը այդ քարտեզագրության մեջ Կանադան բերելա դեպի Եվրոպա, հետո հիշեցի, որ Կանադան ինքը Սահմանադրական միապետություն է եւ Կանադայի թագավորն է հանդիսանում Կարլ III-ը։ Վաղ անցյալում արքայազն Չարլզը։ Եվ ըստ դրա արդեն իմ մոտ ասենց մի հատ սկսեց puzzle հավաքվել եւ ցավոք սրտի երևի իմ համար մնաց վերջին կտորը։ Puzzle-ը հետեւյալն է, մի քիչ հետ են գնում եւ սկսում ենք Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանից, որպես Բրիտանիա պատակ, հետո Լիդիան Արմենիա, հետո Գեորգի Կուտոյանի դեպքը, ով եթե չեմ սխալվում, ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը թողնելուց հետո գտնվում էր Բրիտանիայում, հետո հետ եկավ եւ այդ դեպքը տեղի ունեցավ։ Եվ ցավոք սրտի Արցախի հալոտ տրաստին եմ հիշում, եթե նույնպես ինձ թվում է չեմ սխալվում, ովքեր զբաղվում էին ականազերծման աշխատանքներով, որը նույնպես Բրիտանիայի հետ է կապված։ Ու եւ վերջին երևի իրադարձությունները Կիր Ստարմեր եւ Կանադայի վարչապետ Մարկ Կարնի, ովքեր նույնպես միացյալ թագավորության ներկայացուցիչներ են։ Հիմա հարցս հետեւյալն է։ Ու ինձ թվում է դահլիճում գտնվողների համար գաղտնիք չի, որ մեծ Թուրանի հովանավորներից երևի գլխավոր հովանավորը Մեծ Բրիտանիան է։ Դուք ինչ կարծիք ունեք այդ մասին, կխնդրեի պարզաբանում տալ։ Նայեք, հայտնի է, որ այս տարածաշրջանում առնվազն մի քանի 100 տարի Բրիտանիան մրցում է Ռուսաստանի դեմ։ Միշտ փորձել է Ռուսաստանին մղել այս տարածաշրջանից։ Եվ ոչ միայն այստեղից։ Պատմականորեն այդ մրցակցությունը շատ վաղուց է, այո, այստեղ չմտնելով կոնսպիրոլոգիա այսպես տեսության մեջ, բայց սա փաստ է։ Եվ ես չեմ բացառում, որ այնինչ դուք ասում եք, այդ կապերը նաև այդ անունները, որ այդ կապը հավանական է, որ կա, բայց իհարկե ապացույցներ չունեմ։ Բայց մի քիչ կընդլայնեմ հարցը։ Նայեք, մենք ես անձամբ Եվրոպայի դեմ չեմ, սխալ ընկալում չլինի։ Իմ նախագահության ժամանակ մենք ջերմ հարաբերություններ ենք ունեցել Եվրոպայի հետ, հատկապես Ֆրանսիայի հետ, Գերմանիայի հետ, Իտալիայի հետ։ Կապերը լավ էր եւ մեր ապրանքաշրջանառությունը Եվրոպայի հետ այն ժամանակ քիչ էր զիջում մեր ապրանքաշրջանառության Ռուսաստանի հետ։ Շատ մոտ էր։ Հիմա Ռուսաստանինը աճել է այս Եվրոպայի հետ իշխանությունը իբրև Եվրոպայի հետ առևտուրը շեշտակի նվազեցրել են, Ռուսաստանի հետ շեշտակի մեծացել է։ Բայց փաստը նա է, որ այսօր մեր տնտեսությունը շնչում է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների հաշվին։ Եվ քո արտաքին քաղաքականությունը պետք է սպասարկի քո շահերը։ Իսկ քո շահերը ենթադրում են, որ դու պետք է քո արտաքին քաղաքականությամբ բարենպաստ պայմաններ ստեղծես քո տնտեսական զարգացման համար։ Չէ, հիմնական կառավարության խնդիրը ո՞րն է։ Ժողովրդի բարեկեցությունը եւ անվտանգությունը։ Բարեկեցությունը կապված է այդ գործոնի հետ։ Հիմա այդ պատճառով ես չեմ հասկանում ինչ է անում այսօր Նիկոլ Փաշինյանը։ Ուր է տանում երկիրը։ Եվ ես ենթադրում եմ, որ այդ ազդեցությունը ինչ որ դուք ասում եք, չեմ բացառում, որ նաև այդ ազդեցության պատճառով ինքը ոչ թե սպասարկում է Հայաստանի Հանրապետության շահերը, սպասարկում է այլ երկրների շահերը։ Ինչ եմ ասում ես։ Ասում եմ Եվրոպա շատ լավ։ Եվրոպայում չեն կարողանում փող աշխատել։ Փող աշխատենք Ռուսաստանում, ով բավարար փող է աշխատում Ռուսաստանում, գնա ծախսի Եվրոպայում։ Շատ պարզ լավ մոդել ենք ասում։ Եթե Եվրոպան շատ է սիրում, գնա Եվրոպայում, Դուբայն է սիրում, գնա Դուբայ։ Բայց քո փող աշխատելու
տեղը, տարածքը այսօր 80% մեր քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնությունն է։ Լավ հարաբերություններ պահի եվրոպացիների հետ, Միացյալ Նահանգների հետ պահի լավ հարաբերություններ, Ռուսաստանի հետ պահի փայլուն հարաբերություններ, որ կարողանաս ավելի շատ փող աշխատել, Հայաստանում լավ ապրել, Հայաստանը շենացնել եւ գնալ քո արձակուրդդ Եվրոպայում այդ փողը ծախսել։ Ինչ վատ բան ենք ասում։ Հիմա ասում են չէ։ Մենք ինչ որ պրինցիպ ունենք, կամ ինչ որ մեր տերը պրինցիպ ունի, մեկը մի տեղից ասում է եւ Ռուսաստանի ցավացնելու համար մեզ դրթում են քայլերի, որոնք Հայաստանի շահերին ուղղակի հարվածում են։ Ձեզանից ամեն մեկի շահերին հարվածում են։ Ես մի բան հարցնեմ ուղղակի, խնդրում եմ ձեր բարձրացնենք։ Մարդիկ ում բարեկամները ապրում են Ռուսաստանում եւ այս կամ այն ձևով օգնում են ձեզ։ Նայեք, հիմա ձեզ բոլորին հարվածում են։ Հանուն ինչի։ Իմ մոտ հարց առաջանում հանուն ինչի։ Բայց հայտարարություններով նայեք, մի քանի օր ռուսների դեմ հայտարարություններ են անում, շատ անթույլատրելի հայտարարություններ, հետո 1-2 օր հերթով, ասում են չէ, մենք Ռուսաստանի կողմ ենք, լավ ենք եւ այլ, ախբերությունը, ես լսում եմ Ռուսաստանի պաշտոնյաներին, իսկ կյանքում այդպիսի խոսույթ չեմ լսել։ Հայաստանի պատմության մեջ այսպիսի խոսույթ չի եղել, կոշտ, սա շատ կոշտ ձևակերպումներով, այն որ բանը բանից անցնում, դա է, ռուսական բան կա, չէ, որ ասում է, մի կետ կա միջև դրան, որ հասնում է, ուրիշ ձև է հետո ռուսը շարժում։ Իրենք, գիտեք իրենց ոնց են մտածում, միգուցե սենց տարածվեցի մի քիչ, բայց իրենք մտածում են սենց, որ փոքր Զապարոժեցի վրա նստած կարաս տուրմս տաս, գազ տաս, տուրմս տաս, գազ տաս, սենց խաղաս էլի, Մակրոնին դուր գաս, մյուսին դուր գաս, Տրամպին եւ այլ, չեն մտածում, որ Ռուսաստանը Զապարոժեց չի, մի հսկա գնաց կա, դանդաղ արագությունը հավաքում, բայց որ հավանքում է, տորմուզ էլ չկա, տորմուզը որ տա է, կիլոմետրերով պիտի կաղնի, այդ պարավոզի տակ ընգնելը պրոբլեմա ժողովուրդ ջան, չեն հասկանում, իրենք Զապարոժեց ռուլի են, Զապարոժեց եմ ասում, որովհետև գոնե մի ուրիշ մեքենա լիներ, մի քիչ իրենց հասանելիքը դա է։ Քանի որ առիթ է անձեռնել, մի հարց էլ 97 թվականին, երբ դուք փոխարինում էիք Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին, տեղյակ եք ինչ տարաձայնություններ անցել Արմեն Սարգսյանը Վազգեն Սարգսյանի հետ կամ ժամանակն։ Նայեք, իհարկե տեղյակ եմ։ Չեմ ուզում հիմա այդ տարաձայնությունների մասին տարածվել, բայց հիմնական տարաձայնությունները ինչ որ ես գիտեի, ինքը գնացել է ոչ տարաձայնությունների պատճառով, իսկապես ինքը առողջության պատճառով է գնացել, դա ես հստակ գիտեմ, բայց տարաձայնություններ եղել են հետևյալ մոտավորապես բովանդակությամբ։ Պետք էր որոշումներ կայացնել, բոլոր որոշումների վերաբերյալ ինքը շատ էր ձգվում, շատ դժվար էր որոշում կայացնում։ Հիմնական պատճառը սա էր։ Ես կարող եմ լավ մի դրվագ պատմել, ես Ղարաբաղի նախագահն էի, ինքը այստեղ վարչապետ էր։ Օրինակ ես տարբեր հարցերով իր հետ երբ կապվում էի, ինչ որ հարցադրում էի անում, ինքը ասում է դե գիտես լավ կլինի նախագահ են ասես։ Ինչ ասում ես, ասում լավ կլինի նախագահ են ասես։ Այսպիսի ոչը սա էր։ Մինչ իրեն եղել է Բագրատյանը Հրանտ։ Չի եղել մի դեպք, որ Հրանտ Բագրատյանը ինձ ասի նախագահ են ասի։ Եթե իր տիրույթում է, վարչապետի տիրույթում է, պայմանավորում ենք, ինքը որոշում ներկայացնում անում ենք։ Այս խնդիրը կար։ Ես հետո իրեն երրորդ անգամ որ ասեց նախագահ են ասի Արմեն, նախագահի տեղը ես գիտեմ։ Ես հասկացա, որ քո այդ ոչ իմ բանի շուրջ չպիտի խոսամ, միանգամից նախագահի հետ պիտի խոսամ։ Այսպիսի շատ կոնկրետ խոսակցություն եղել է, ոչ թե չեր ուզում անի եւ այլ, պատասխանատվություն իր վրա չեր վերցնում։ Եվ մենք հետո տեսանք, երբ արդեն նախագահ ինքը դարավ, մենք տեսանք եւս, որ պատասխանատվություն իր վրա չվերցրեց։